Ողջույն, սա Ներսը եւ Դուրսն է։ Այսօրվա մեր թեման են քննությունները, բոլորի համար ինձ թվում է հարազատ թեմա։ Այսօր բոլորն են պատրաստում քննությունների։ Այսօրվա մեր հյուրերն են Անահիտ Բեգլարյանը եւ 12-րդ դասարանցի եւ Ալեքս Գևորգյանը 9-րդ դասարանցի։ Նրանք երկուսն էլ պատրաստում են քննությունների։ Ոնց եք։ Ոնց են պատրաստությունները գնում։ Չէ, ես որ շախմատ եմ բարապում, այդ ստրեսին արդեն սովորել եմ, դե այդքան է ստրես չի։ Ես դե ավարտական եմ տալի, դրա համար տենց շատ չեմ վախենում, այսինքն ապագաս դրանից կախված չի, բայց էլի ինչ որ չափով ուզում եմ լավ տամ, այդ վախը կա որ վատ կտամ։ Ինչ ես ուզում դառնաս, որ ապագա դրանից կախված չի։ Դե ուղղակի չեմ հասցնի այս տարի սովորեմ, դրա համար մյուս տարի եմ կենտրոնանալու համալսարանի վրա, գնալու եմ արվեստի ակադեմիա, այնտեղ գեղանկար, նկարչություն, գծանկար դրանք արդեն պիտի մյուս տարվանից սկսեմ, հետո հայոց լեզուն էլ ոչ մրցույթային է, դրա համար չգիտեմ հայոց լեզու կտամ նորից թե չէ, բայց այս տարի ամենաավարտականը։ Դեպի արվեստ։ Այո։ Դու ինչ ես ուզում դառնալ։ Ես սովորական շարունակեմ, հələ կոնկրետ չեմ որոշել համալսարանը, ավագ դպրոց եմ գնալու, համալսարանը լիավի ամերիկյան համալսարան եմ գնալու։ Իսկ ավագ մեր կթամաներում ես գնալու թե։ Հա, ստեղ եմ գնալու։ Պարտեզից ստեղ կմնամ։ Բայց լավ է սովորում։ Հա։ Դե լավ է։ Որտեվ ստեղի ավագ դպրոցը շատ լավն է, քանի որ լիք առավելություններ է տալի, հենց կոնկրետ հետազոտական աշխատանքը այս տարի 2 տարի արդեն պարտադիր են արել, ու հետո դու այնքան բան ես սովորում դրանից, վերջ։ Ես էլ եմ հետազոտական աշխատանքները շատ սիրում։ Ես ինքս իհարկե դեռ չեմ անում, որտեղ ավագ դպրոցում չեմ, բայց ամսագրում եմ, դիտանկյուն ամսագրի խմբագիրներից եմ, լուսաբանողներից, ու շուտ գնում եմ, որ լուսաբանեմ։ Հա, լսում եմ, մասնակից եմ ու շատ դուր է գալի։ Որ sense պատրաստում եք քննություններին, սպասում եք, պատրաստվում եք, սովորում եք, ինչն է ձեր համար ավելի կարևոր վերջնական արդյունքը թիմը, թե ձեզ այդ process-ն է դուր գալիս, որ սովորում եք, անքուն գիշերներ եք ունենում։ Այդքան էլ անքուն գիշերներ չի, այս տարվա քննությունները, որ SNL փոխվեց ավելի իմ համար հեշտացավ։ Ոնց է հեշտացել։ Իսկ թվում է ես ավելի դժվար։ Չէ, ես դրանով ավելի հեշտ եմ, տեքստը կարդում եմ, արդեն կարում եմ հեշտ շարադրեմ։ Դե բայց իմ իմանալով պետք է բան անել, չէ՞, թեմաները իմանանք։ Հա։ Չէ, պարտադիր չի, թեմաները հələ կարող է, թեմաները սկիչ են տվեմ, ես 10 թեմա են տվել, կարա քննության այդ 10 թեմայից չլինի։ Ավելի վատ մեր համար։ Իմ համար արդյունքն է շատ կարևոր։ Process-ը ճիշտ ասած լավ է, որ ինչ-որ չափով տանջվում եմ, որովհետև ասենք ես Պարսկաստանից եմ, ու ես ընկերներն եմ հիմա Պարսկաստանում, իրանք քննության համար են պատրաստվում, երբ կա ավարտական բաներ, ու իրանք քննությունները 1000 անգամ ավելի դժվար է, ու կոնկրետ իրանք մեռնում են, որ լավ հանձնեն իրանք քննությունները, դրա համար որ ես տանջվում եմ ինչ-որ չափով, այդ ինձ ուրախություն է տալի, որովհետև կա մեղք է գալի, որ այդքան տանջվում են, ես էլ տանջվում եմ իրանց հետ, իրանք իմ ընկերներն ոնց որ բոլորով միասին տանջում ենք։ Ես ում այդ մեռնելու պահը էլի մարդուց էլ է կախված, ավելի շատ ոչ թե այդ կոնկրետ քննության ձևից բանի։ Չէ, ես հստակ ասում եմ, քննության ձևը շատ ահավոր է։ Այստեղ 1000 անգամ ավելի հեշտ է, քան ընդեինը։ Հիմա եթե ուզենամ նստեմ բացատրեմ, շատ երկար կտևի, բայց այնտեղ շատ լուրջ անտեղի դժվար են, որ պետք չի։ Հասկացա։ Հա, ինքն անիմաց տանջվում է։ Հա։ Իսկ այդ գիտելիքները ձեր կարծիքով պետք չէ, որ ընթացքում սովորում ես այդքան, որ արդյունքը ավելի կարևոր է։ Գիտելիքը վերջի գիտելիքը մնում, ինքը լավ է, եթե կա գիտելիքը, բայց գիտես քննությունի հարցը լրիվ ուրիշ է, քննությունը գիտելիքը չի բանանում, չափում, ավելի շատ դու տեխնիկան ես հասկանում իսեվա, ու տենց քննությունը լավ է ստալի, ասենք ես լիքը մարդու գիտեմ, որ հայոց լեզվից լավ է, բայց քանի որ տեխնիկան վատ գիտին, 9-րդ դասարանում իրանք քիչ գնահատական ստացան ու ես բարձր գնահատական։ Ունես իմ հայոցը շատ լավ է։ Քննությունը կոնկրետ տեխնիկա է, գիտելիքից այդքան կախված չի։ Դու 9-րդ դասարանի քննություններ ես Հայաստանում հանձնել։ Այո։ Հայոց լեզուս ամենաբարձր ստացամ։ Չէ, անգլերենից ամենաբարձրն է, բայց հայոց լեզուն 16 է։ Դա իմ համար շատ մեծ բան է։ 20-ից։ Հա։ Իսկ ինչ սպասելիքներ ունեք արդյունքներից քննության, ոնց է ձեր կարծիքով ինչ կլինի։ Բարձր ցած։ Հայոցը մաթեմը չեմ կարծում վատ է, պատմությունը մի բան գելնի, չգիտեմ։ Իսկ
Կարծում եմ մաման գող կելնի։ Ես էլ նորմալ է հանգիստ պատրաստ։ Արդյունքներն էլ լավ եմ սպասում։ Իսկ սովորում եք, որ ծնողները գող լինեն, այսինքն թվերը որ ծնողները տեսնեն, գող լինեն, հպարտ լինեն ձեզանով, թե ձեր համար էլ ինչ-որ չափով կարևոր է թիվը։ Եկուսն է։ Ինքը հաճելի է, որ թիվը դերումս լավն է։ Եթե քննությունը որպես ասենք օրինակ այդ IQ-ի թեստերը կան, ուղղակի որպես sense հաճելի տեստ ինքդ քեզ ես թեստ անում sense ասած, այտենց հաճելի է որ կարող է եթե քննությունը պարտադիր չլներ, ես ինքս ինձի նենց բանի մեջ գցին որ կարողանայեմ քննություն տալ, որտեղ ուզում եմ ինքս ինձի կա թեստ անեմ, չեմ ոնց բացատրեմ։ Բայց հիմա այս պահին հա շատ կախված է միջավայրն ու ծնողներս, իմ բանը այդքան մեծ դեր չի խաղում, որտեղ ես ծույլ մարդ եմ, ես սիրում եմ քնեմ, բանանեմ։ Բայց կողքից գիտելիքը որպես գիտելիք, հա իհարկե սիրում եմ նոր բաներ սովորեմ, բայց չեմ ուզում հետո վերջում քննությունը պարտադիր լինի։ Ես ուզում եմ սովորեմ ինքս իմ համար, ինքս իմ հաճույքի համար։ Այն քննությունը քո համար արդյոք մարտահրավեր է ինքդ քո համար։ Հա։ Հա, ինչ ասոր։ Մարտահրավեր։ Այդ ինչ է։ Որ փորձես ինքդ քեզ։ Հա, հա։ Եթե տենց ելներ, հա, կարծում եմ կփորձեմ, բայց էլի եմ ասում, դպրոցի քննությունները տենց չեն, դպրոցին տեխնիկա է։ Դպրոցինը կախված է պիտի արագ անես, պիտի ժամով անես, պիտի այդ ամեն ինչից է կախված, ոչ թե գիտելիքի փորձում, sense ասած։ Այսինքն քննության արդյունքը ընդհանրապես կապ չունի ձեր գիտելիքի հետ։ Ինչ որ չափով ունի, ես չեմ ասում, ասենք այդ հայոց լեզուն որ 16 ստացել եմ, չի նշանակում սովորել եմ, նստել սովորել եմ, բայց էլի եմ ասում, լիք երեխեք կային, որ օրինակ քննությունի ժամանակ սթրես են ունենում, չեն կարողանում լավ տան, ժամանակ մի բան վատ է գնում, չեն կարողանում լավ տան, բայց չի նշանակում իրանք վատ են իմանում այդ թեման, sense ասած։ Ինչ կարծիք ես։ Ես էլ քննություն չեմ տվել, չգիտեմ ոնց կլինի, բայց ընդհանրապես չեմ լարվում։ Ինչ որ բանից։ Իսկ մա քննությունների ժամանակ էլ չեմ լարվում։ Ձեր առողջությունը արժի այդ մի թվին։ Ուզում ես խոսալ։ Խոսա։ Չէ, ես որ ճիշտ ասեմ, ստրես չեմ ապրում քննությունների համար։ Դու թեթև ես անում։ Հա, թեթև եմ տանում։ Ես Ստեյնը չէ, տենց երբեք չեմ վատացել, բայց Պարտկաստանում 7-րդ դասարանում որ մենք քննություն ունենք, այնտեղ 7-րդում կա։ այնտեղ 6-րդ ավարտ, ոնց որ 6-րդը տալիս ես, անցնես ավագ դպրոց, միջինը այսինքն ավարտում ես։ Հետո 7, 8, 9, 10, 11, 12 բոլորը քննություն է կտալի ամեն տարի։ 7-րդինս, հա, ես շատ լարված իմ, տենց ոնց որ հենց մտքերով խառնին, որտեվ ապագայի մասին եմ հենց մտածում, այնտեղ մի հատ քննություն ունեն, կոնկուրը անունը, էդի 12-րդներն են տալի։ Այդ կոնկուրը քեզի որ քննությունը տալիս ես, ասում է օրինակ այսքան գնահատականով դու այս համասարաններն ես կարող ես։ Տենց է։ Ու կան համասարաններ, որ այդ կոնկուրից կախված չեն, բայց էդի կոնկրետ այն լավ համասարանները կոնկուրից են կախված, որ դու լավ ես տվել թե չէ։ Ու ես էդի 7-րդ դասարանում որ իմացամ, ու էդի շատ դժվար քննությունը, տենց հեշտ չի։ Հիմա դրա համար ասում ընկերներս տանջվում են։ Որ ես 7-րդ դասարանում որ դա մասին իմացել եմ, լրիվ խառնվել եմ իրար, մաման այնպես ասում էր հանգստացի, դու դեռ շատ ունես միջև այդ հանգիստ խորշունչ քաշի, հիմա ներկայի մեջ ապրի։ Հա։ Դե կարծիքով ճիշտ է, որ համալսարանները, որոշ համալսարանները ըստ գնահատականների կամ քննության արդյունքների են ընդունում, այլ ոչ թե նայում են մարդու կոնկրետ գիտելիքներին, պոտենցիալին։ ամենակարևորը ինձ թվում է հենց այդ ներկապայի գիտելիքները պետքա ստուգեն, ոչ թե անցյալում ինչ-որ գնահատականների նայեն ընդունվելուց։ Ինչքան որ գիտեմ, դուսի երկրի համալսարանները բան են անում, երբ որ դու ընդունվում ես քննություններով, հետո մի հատ էլ ինտերվյու կա։ Հա, Այսինքն ինտերվյու էլ վերցնում են, երկուսն էլ դեր են խաղում։ դա ես հետաքրքրվում եմ։ Հա, դա կարծում եմ ճիշտ է, համ քննությունների գնահատականներն են, որտեվ էլի ինչքան էլ որ տեխնիկա է, էլի գիտելիք էլ է ստուգում։ Բայց նույնպես այդ մարդկային բանն էլ կարծեմ ինտերվյուով են իրանք հասկանում մարդը, ինձ դեմ մարդը։ Մարդկային ինտերվյուի համար ավելի շատ է լարվում, քան քննությունների, որտեվ այդ ավելի շատ բան է որոշում։ Դե որպես 8-րդ դասարանցի, որ շուտով պետք է սկսի պատրաստվի դրան, ինչ խորհուրդներ կտաք, ինչ ունեք։ Դու հիմա պատրաստվում ես, արդեն դրա մեջ ես գրեթե, դու էլ արդեն անցել ես։ Առաջ երթին
ընդհանրապես վախենալու չի։ Որ եթե դու իմանում ես, այսինքն լավ ես սովորել, իմացի ոնց որ ջուրի նման գրելու ես։ Ինքը ես հիշում եմ 9 դասարանում որ sense գրում իմ բանը, ասում եմ, «Բայց անցել եմ, էսի գիտեմ, անցել եմ»։ Իհարկե սխալներ արամ, բայց տեսնում եմ որ այն թեմաներն են, որ ես անցել եմ, այսինքն չգիտեմ որտեղից թեմա չեն բերել, իմ անցած թեմաներն են։ Էդի այդ մեկ, էլի չեմ ուզում ասեմ։ Նենց է, տենց հատուկ ուրիշ բան չունեմ ասել։ Դու ինչ կարես։ Եթե ինչ-որ հարց ունես անայսի կամ ինձ ինչ կարես ասես, դու հիմա պատրաստվում ես, չէ՞։ Մյուս տարի ես եմ անցելու։ Այլի վախենալ պետք չի այդքան էլ։ Հիմա թեթև կանցնի քննուց։ Ինչ որ կոնկրետ հմտություններ կան, որ ավելի շատ դրանց վրա է պետք ուշադրություն դարձնել, քան տեխնիկների։ Հա, տեխնիկան որտեղ պիտի սովորես ամենահեշտ տարբերակ, օրինակ մաթեմատիկան կոնկրետ ամենահեշտ ու արագ տարբերակների ձևերով պիտի լուծես, էտա։ Հետո այնտեղ օրինակ հայոց լեզվի մեջ թեստը, ասենք, չգիտեմ, բաց թողած տեղեր կա, ասում օրինակ որ մե բառերը պիտի տեղադրեն այդտեղ, ու ասենք մեկը A, երկուսը G, երեքը D, տենց է գրած օրինակ։ Դու նայում ես այդ 4 տարբերակում, տեսնում ես որն ամենասկիզբը, տենց ստուգում ես, որ արագ ամենաճիշտին հասնես։ Դե ես շատ ուրախ եմ, որ չեք լարվում, շատ հանգիստ եք քննության հարցում։ Շատ ինչ կարծիքով դա ճիշտ ռազմավարություն է, որովհետև լարվելը անիմաստ քեզ հոգսեր է ավելացնում։ Շատ շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Մերսի, քեզ միշտ։ Մերսի շատ։ Այսպես։